Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է։ ԱՄՆ զինված ուժերը հարված է հասցրել Իրանին ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման։ Ըստ կենտրոնական հրամանատարության հայտարարության ամերիկյան ինքնաթիռները հարվածել են հրթիռների եւ անօդաչուների պահման վայրերի, ափամերձ ռադարային կայանների։ Հունիսի 25-ին Օմանի մերձակայքում հարվածի է ենթարկվել Սինգապուրի դրոշով նավարկող բեռնանավը, որը փորձել է դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար, իսկ Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին ներդրվել է առանց Թեհրանի հետ համակարգման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը միջադեպը որակել է որպես Իրանի ուժերի կողմից առևտրային նավագնացության դեմ անհիմն ագրեսիա եւ հրադադարի ակնհայտ խախտում, հավելելով ամերիկյան ուժերը կշարունակեն համակարգել նեղուցով ապահով անցումը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի խախտել Իրանի հետ ստորագրված հուշագրի պայմանները։ Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիր։ Մենք հարգել ենք այն։ Եթե նրանք անհամաձայնություններ ունեն փոխըմբռնման հուշագրի կիրառման վերաբերյալ, կարող են զանգահարել, բայց բռնությունը կարժանանա բռնության։ Իրանից հայտնել են, որ արկով հարվածի է ենթարկվել հարավային Սիրիկ քաղաքի նավահանգստի հատվածը։ Ըստ պետական ԶԼՄ-ների նավահանգիստը չի վնասվել եւ շարունակում է բնականոն գործունեությունը։ Ի պատասխան ամերիկյան գրոհի Իրանի ռազմածովային ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները։ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ագրեսիայի կրկնման դեպքում պատասխանն ավելի հզոր կլինի։ Կորպուսը նաև շեշտել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է համակարգվի Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ն ցանկանում էր խախտել այս պայմանը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը ցույց չի տալիս հանձնառություն բանակցություններին կամ հրադադարին։ ԱՄՆ-ն կրկին հարձակվեց Իրանի վրա բանակցությունների ընթացքում։ Միացյալ Նահանգների ձախողված նախագահը ցույց տվեց, որ որևէ հանձնառություն չունի բանակցությունների սկզբունքներին կամ հրադադարին։ Հրադադարի այս անխոհեմ խախտումն ինչպես միշտ կհանգեցնի նրանց կողմից նահանջի եւ զղջման։ Այս լարվածության ֆոնին Իսրայելը, Լիբանանը եւ Միացյալ Նահանգները Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել Իրանի կողմից աջակցվող Հզբոլլահ շարժման եւ հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ։ Փաստաթղթի համաձայն իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի այսպես կոչված անվտանգության գոտում, մինչև Հզբոլլահը չզինաթափվի։ Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ եւ զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին։ Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար։ Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից։ Իսրայելի կառավարությունը շեշտում է, որ Լիբանանում իր ռազմական գործողությունները բացառապես ոչ պետական զինված խմբավորումների, մասնավորապես Հզբոլլահի հարձակումների, սպառնալիքի եւ թշնամական մտադրությունների հետևանք են։ Իսրայելի կառավարությունն ընդգծում է, որ այս սպառնալիքի վերացումը ամբողջ Լիբանանում նման խմբավորումների զինաթափման եւ լուծարման, ինչպես նաեւ երկու երկրների միջև համաձայնեցման ենթակա լրացուցիչ անվտանգության կարգավորումների միջոցով կվերացնի Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունների կամ Լիբանանում ներկայության ցանկացած ապագա անհրաժեշտ Վերոնշյալի համաձայն Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի։ Կողմերը հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը եւ բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում մարտի 2-ից շարունակվող իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված հուշագրի առաջին կետով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, սակայն Իսրայելի եւ Հզբոլլահի միջև բախումները չէին դադարում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։